դեկտեմբերի 4-ին ազգային ժողովը ընդունում է պետական բյուջեի մասին օրենք, որտեղ ֆինանսների նախարարը, որտեղ կառավարությունը ասում է, որ մեր ակնկալած տնտեսական աճը կազմելու է 5.2%։ Հունվարի 1-ին պարզվում է, որ մեր աճը կազմել է 7.2%։ Այսինքն մարդ պետք է պանիկովսկի լինի, որպեսզի 27 օրվա մեջ 40%-ով սխալվի։ Ակնհայտ է, որ իրանք դա նկարել են, որպեսզի ցույց տան, որ չէ մենք 7%-ի աճ ունենք։ Մյուս խնդիրը, եթե դու ինչ-որ մի բան բերում ես Հայաստանի, Վահաստանից ստանում ես, իրանք ձեռի հետ նաև ցույց են տալի, որ Հայաստանի ներսում ստեղծվել է արդյունք։ Խոսքը վերարտանման մասին է։ Այո։ Ես հիշում եմ 2 տարի առաջ ես ասած ասեցի, որ ում եք ձեռ առնում, ոսկերչությունը չի կարող մի տարում 26 անգամ աճի, 26 թե 23։ Ոսկերչությունը սպეციფიկ ոլորտ է։ Պերաշկի թխել չի, էլի։ Հիմա նայեք Հայաստանի վերարտանումները, էլի առաջի տեղում ոսկին է կազմում։ Ես թանկարժեք մետաղները։ ՊԵԿ-ի տվյալները ունեմ, առաջի կիսամյակի, իրանք գոնե անցյալ շաբաթ դեռ չէին հրապարակել տարեկան։ Այսինքն իրանք ինչ են, ինչ-որ բան բերում են Ռուսաստանից, հանում են դուրս, բայց նաև ցույց են տալի, որ իբրև ներսում ոսկերիչները վրան աշխատում են։ Հիմա եթե մենք այս ամեն ինչը զտենք, կտեսնես, որ իրական թվերը անհամեմատ ավելի փոքր են։